Բարի օր։ Այսօր մեր Տերը խոսում է մեզ հետ Ելից գրքով եւ ասում է, որ Աստված լսեց իր ժողովրդի հեծությունը եւ որոշեց ազատել նրան ստրկությունից։ Եվ շատ ժամանակ, սիրելիներ, մենք կարծում ենք, որ հեծությունը եւ դժգոհությունը դրանք ընդհանրապես կարող են արտահայտվել մեր դժկամությամբ կամ մեր բառերով։ Բայց ինչից էին հոգնել հրեաները։ Հրեաները հոգնել էին Եգիպտոսի կռապաշտ վարքից եւ կյանքից։ Եվ հրեաներից շատերը սկսում էին ձուլվել արդեն այս հեթանոսական պաշտամունքին։ Եվ ցավոք սրտի մեր օրերում էլ մեր հասարակության մի զգալի հատված ապրում է ամբողջովին աշխարհիկ, եթե չասենք հեթանոսական բարքերով։ Մի զգալի եւ ստվար հատվածի համար նյութը, ցուցամոլությունը, որգրամոլությունը կյանքի առանցք եւ նպատակ են դարձել։ Եվ այս ստրկությունից կարելի է հրաժարվել միայն մի պարագային եւ մի ձևով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին դառնալով, հասկանալով, որ մենք չպիտի ծառայենք նյութին, այլ նյութը պիտի ծառայի մեզ, որովհետեւ Աստված ոչ թե նյութը դարձրեց այս աշխարհի Տեր, այլ մարդուն։ Ուրեմն, սիրելիներ, եկեք մի պահ նայենք, թե ինչ մեծ շնորհ է տրված մեզ։ Հասկանանք, որ մենք Աստծո պատկերն ու նմանությունը կրող արարածներ ենք եւ ոչ ծառանյութին։ Ուրեմն, եկեք վեր լինենք, քան նյութը եւ օգտագործենք այդ գործիքը ի սեր մեր Տեր Հիսուս Քրիստոսի։